Եվրոպական միության ընդլայնման հարցերով հանձնագետար Մարտակոս հայտարարեց, որ մերձավոր արևելքի մեջ ճգնաժամի լույսին տակ Հայաստանի Հանրապետության հետ հարաբերությունները եւ հարավային Կովկասի մեջ խաղաղության հասնելու ուղղությամբ տարվող աշխատանքները ավելի կարևոր դարձած են։ Այս մասին ան նշած է X-ի հարտագին կատարած գրառման մեջ, ուր անդրադարձած է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հետ ունեցած հանդիպմամբ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյան եւ Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնագետար Մարտակոս քննարկած են Եվրամիության վիզաներու ազատականացման գործընթացին առնչվող հարցեր գահիտնեն կառավարութենեն։ Ըստ կառավարության տարածած հայտարարության քննարկած են Հայաստան Եվրամիություն համագործակցության օրագարկի ընթացքը, տնտեսական եւ ներդրումային ծրագիրներու ընդլայնման կարելիությունները։ Հայաստանի ներքին գործոս նախարար Արփինե Սարգսյան ընդունեց Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնագետար Մարտակոսի գլխավորած պատվիրակությունը։ Հաղորդակցությունը տարածեց Հայաստանի ներքին գործոս նախարարությունը։ Ներքին գործոս նախարարը բարձր գնահատեց Հայաստանի Եվրամիություն զարգացող հարաբերությունները, ընդգծելով, որ սա այս ամսվան ընթացքին արդեն երկրորդ Եվրամիության հանձնագետարի այցելությունն է Հայաստան, որը կվկայի արդյունավետ համագործակցության մասին։ Անդրադառնալով Եվրամիության վիզաներու ազատականացման գործընթացին, նախարար Սարգսյան նշած է, որ Հայաստանը մայիսին պիտի ստանա հարաճընթացի քննադատման վերջնական զեկույց եւ վստահություն հայտնած է, որ երկուստե կրկնակրվին կոհացուցիչ արդյունքներ։ Մարտակոս Կերազանց քննադատած է ներքին գործոս նախարարության եւ անձամբ նախարար Սարգսյանի գործունեությունը Եվրամիություն Հայաստան վիզաներու ազատականացման գործընթացի մեջ։ Ան նշած է, որ Հայաստանը վստահելի գործընկեր է Եվրամիության համար, ընդգծելով, որ ներկայիս այն միակ երկիրն է, որուն հետ Եվրամիությունը այս ուղղությամբ աշխուժ երկխոսություն կվարի։ Մասկատի մեջ Հայաստանի արտաքին գործոս նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ սկիզբ արաբական երկիրներու մեջ հավատարմագրված Հայաստանի թիվանագիտական ներկայացություններու ղեկավարներուն հավաքը։ Քննարկված են մերձավոր արևելքի մեջ ստեղծված իրավիճակը եւ դարաձաշրջանային զարգացումներու հիմնական միտումները։ Հայաստանի տեսփանները ներկայացուցած են հավատարմագրման երկիրներու մեջ արգա իրողություններն ու առանձնահատկությունները։ Միտքերու փոխանակում եղած է իրավիճակի հանգուցալուծման կարելիություններու շուրջ։ Նախարար Միրզոյան անդրադարձ կատարած է դարաձաշրջանի մեջ Հայաստանի արտաքին քաղաքական կերակայություններու կյանքի գոչման ուղղությամբ շարունակվող աշխատանքներուն, գործընկերություններու հետագազարգացման հարցով Հայաստանի մոտեցումներուն։ Հաջորդիվ քննարկումները շարունակված են մերձավոր արևելքի մեջ իրավիճակի սրումեն իվեր տարածաշրջանի երկիրներու մեջ գտնված Հայաստանի քաղաքացիներուն հետաքրքրող հարցերուն, ինչպես նաև Հայաստան անոնց վերադարձի ուղղությամբ իրականացված աշխատանքներուն։ Այս գիշեր Թեհրանի մեջ բայթումներ եղած են գահիտնի BBC բարձկական ծառայությունը։ Բայթումները եղած են Իսրայելի զգուշացում են գարց ժամանակ անց։ Թել Ավիվեն հայտարարած են, որ հարվածներու նոր ալիք ուղղված է Իրանի կառավարության ենթակառուցվածքներուն թեմ։ Այս հաղորդումներեն քանի ժամ հետո Պարսից ծոցի երկիրները հայտնած են իրանյան հարվածներու մասին։ Արաբական Միացյալ Էմիրություններու պաշտպանության նախարարությունը զգուշացուցած է քաղաքացիներուն, որ գործի տրված են հագաուտային պաշտպանության համագարկեր։ Կուետ նույնպես զգուշացուցած է հնարավոր բայթումներու ցայներու մասին, որոնք կրնան պայմանավորված լալ հագաուտային պաշտպանության համագարկերու աշխատանքով։ Սեուդական Արաբիո պաշտպանության նախարարությունը հայտնած է երկրի արևելյան հատվածին 5 անօդաչու թռչող սարքեր ոչնչացնելու մասին։ Իսկ Բահրեյնի մեջ հնչած են օդային տագնապի աստանշաններ, երկրի ներքին գործոս նախարարությունը բնակիչներուն գոչրած է տեղափոխվել անվտանգ վայրեր։ Իրան մարտ 19-ին հրթիռով հարվածած է Իսրայելի Հայֆա քաղաքի մեջ գործող բազան քարյուղի վերամշակման գործարանը, գահիտնի Axios։ Այլ աղբյուրներ դեռ չեն հաստատած նշված տեղեկությունը, ավելի գանուխ 19 լրատվական գործակալությունը վկայակոչելով Իրանի զինված ուժերու կենտրոնական շտաբի ներկայացուցիչին հաղորդած էր, որ իրանական կողմը դեռ չէ ավարտած պատասխանը իր ուժանույթի ենթակառուցվածքներու վրա հարձակումներուն։ Նշված է, որ Իրանի զինված ուժերու հարձակողական եւ պաշտպանական գործողությունները կշարունակվին ուժեղ թափով։ Ծովակնացության միջազգային գազագերբությունը, որը ՄԱԳ-ի մասնակցած գործակալություն մնե եւ պատասխանատու է միջազգային արևդրային ծովային անվտանգության, գոչ ըրած է Պարսից ծոցի մեջ ստեղծել անվտանգ նավակնացության միջանցքը այնտեղ մնացած նավերը դուրս հանելու համար։ Մերձավոր արևելքի մեջ պատերազմի կապակցությամբ Լոնդոնի մեջ հրավիրված 2 օրվան արտագարկ բանակցություններեն հետո գազագերբությունը հայտարարած է, որ որպես ժամանակավոր եւ անհետացկելի միջոց պետք է ստեղծվի անվտանգ նավակնացության միջանցք։ Նավակնացության միջանցքը պետք է ապահովի արևդրային նավերը դուրս բերելու բարձր վտանգի տարածքներեն դեպի անվտանգ վայրեր, ըստ հայտարարության մեջ։
2026-2027 թվականներու համար Կիևին 90 միլիարդ եվրո բادرազմական վարկի դրամատրումը արգելափակված կմնա Հունգարիո թիրքորոշման պատճառով, սակայն Եվրամիությունը կխոստանա այսպես թե այնպես հատկացնել այդ գումարը։ Այս մասին Բրյուսելի մեջ Եվրամիության քաղաքատնաժողովեն հետո գայացած մամուլ ասուլիսին հայտարարեց Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, ան հիշեցուց, որ Ուկրաինայո 90 միլիարդ եվրո վարկ դրամատրելու որոշումը գայացավ 2025 թվականի դեկտեմբերին եւ առաջ քաշվեցավ մեկ պայման, որ 3 երկիր Հունգարիան, Սլովակիան, Չեխիան չի մասնակցիր վարկի դրամատրությամբ։ Այդ պայմանը բավարարված է, այնպես որ թույլ տվեք բարձրապանել այդ գումարը կմնա արգելափակված, քանի որ ղեկավարներեն մեկը չի բայր իր խոստումը։ Բայց թույլ տվեք կրկնել այն, ինչ արդեն ասած եմ Կիևի մեջ մենք այդ այսպես թե այնպես պիտի հատկացնենք, ասած է Եվրոպայի հանձնաժողովի նախագահը, որուն ելույթի տեսանյութը տարածեց Reuters։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն իր հերթին այս թեմայի շուրջ ասած է, որ երբ պետություններու ղեկավարները ինչ որ համաձայնության կգան, ապա այդ պետք է հարգել։ Գերմանիո վարչապետ Ֆրեդերիխ Մերց իր հերթին հայտարարած է, որ Հունգարիո քայլը զայրացուց Եվրամիության ղեկավարներուն։ Հունգարիո վարչապետ Վիկտոր Օրբան հայտարարած է, որ իրավաբանական տեսանկյունեն ամբողջովին իրավունք ունի արգելափակելու Ուկրաինայո 90 միլիարդ եվրո վարկի դրամատրումը։ Հունգարիան բազմիցս հայտարարեց, որ չի հաստատեր 90 միլիարդ վարկի դրամատրումը Կիևին, ինչպես նաև գարկիլ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներու 20-րդ փաթեթի ընդունումը, քանի դեռ դրուժբա խողովակով քարյուղի մատակարարումները չեն վերսկսած։ Ուկրաինան հայտնած է, որ խողովակը շարը վնասված է ռուսական հարվածներու հետևանքով։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։